Փառաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, ներկաներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ։ Ուրախ եմ, որ այսօր պատիվ ունեմ այս բազմամարդ հավաքի առաջ ելույթ ունենալու ի աջակցություն փառաքար խոշորացված համայնքի համայնքապետի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանին ի աջակցություն։ Այս վերջին երկու շաբաթների ընթացքում մեր քաղաքական թիմը անցավ փառաքար խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերով, գրեթե բոլոր փողոցներով եւ տուն առ տուն շփումների ընթացքում ակնհայտ էր, թե ինչպիսի ջերմություն եւ ինչպիսի ընդունելություն ունենք մենք մեր բնակիչների մոտ եւ այս ոգեշնչման աղբյուրը մեզ միավորեց եւ դարձավ միավորող ուժ եւ այսօրվա հանրահավաքը ըստ էության դրա վառ վկայությունն է։ Ես ուզում եմ, որ բոլորս միասին ծափահարենք մեր բոլոր աջակիցներին եւ բոլոր այն քաղաքացիներին, որոնց չհասցրեցինք հանդիպել եւ ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը։ Հիմա մի քանի բառ թե ինչու պետք է ընտրել Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Նախ խոսեմ որպես փառաքար համայնքի բնակիչ։ Գիտեք, որ ընդամենը մի քանի ամիս Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարման ընթացքում փառաքար խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակիչները տեսան, թե ինչքան շուտ է լուծում ստանում մի շարք խնդիրներ, որոնք որ ըստ էության զարգացման տանող լուծումներ են եւ նաեւ այս լուծումների ընթացքում հստակ ընդգծվեց Լյուդվիգ Գյուլնազարյանի կարողությունները համայնքը կառավարելու եւ ապացուցվեց այն մեր դեռևս 2021 թվականի թեզը, որ մեր քաղաքական թիմը ունակ է լուծելու խնդիրներ եւ ըստ էության մենք այսօր կրկին եկել ենք խնդրելու եւ հորդորելու մեր հայրենակիցներին, որպիսի մեր ընտրական ձայնը մարտի 30-ի կրկին տան քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Ինչու Լյուդվիգ Գյուլնազարյանին ընտրել, որովհետեւ Լյուդվիգ Գյուլնազարյանը կառավարության համար ընկալվում է եւ մեր քաղաքական թիմի համար ընկալվում է իբրև հուսալի գործընկեր, ում միջոցով կարելի է այս համայնքում եւ 9 բնակավայրերում կատարել ամենատարբեր զարգացման ծրագրեր։ Իդեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի փառաքար խոշորացված համայնքի բնակիչները ունեն վստահելի համայնքապետի, կունենան վստահելի համայնքապետի, որը բոլոր տեսակի հարցերը կկարողանա շատ հեշտությամբ ներկայացնել կառավարությանը եւ պետական մյուս գերատեսչություններին եւ ըստ էության սա մեր քաղաքական թիմի փոխպատասխանատվության արդյունքն է, որտեղ մենք մեր յուրաքանչյուր քաղաքական թիմի յուրաքանչյուր ներկայացուցչի կողքին ենք։ Դուք ականատես եք եղել, որ արդեն իսկ Լյուդվիգ Գյուլնազարյանին աջակցություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արմավիրի համայնքապետը, Մեծամորի քաղաքապետը, Խոյի համայնքապետը, Բաղրամյանի համայնքապետը, Արաքսի համայնքապետը եւ մեր մնացած բոլոր քաղաքական թիմի մեծ քաղաքական թիմի ներկայացուցիչները, Երևանի թաղապետերը, եւ սա նշանակում է, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը մենակ չի լինելու համայնքի կառավարման խնդիրներում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին շնորհակալություն հայտնենք Փառաքարի, Թայրովի, Մուսալեռան, Արևաշատի, Պտխունքի, Բաղրամյանի, Նորակերտի, Այգեկի եւ մեր շատ սիրելի մերձավանցիների համար, ովքեր որ այս օրերի ընթացքում մեզ աջակցեցին եւ շարունակում են աջակցել եւ իրենց քվեով կապացուցեն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որ ունի վստահություն։ Մեր քաղաքական թիմի տարբերություն մի շարք տարբեր մրցակիցների ուղղակի խոստումներ չի տալիս։ Այս վերջի շրջանում մեծ խոստումներ լսեցինք, կառուցելու ենք մանկապարտեզներ, սպորտային դահլիճներ, այ ձեր ցավը տանեմ, ախր դուք ով եք որ կառուցեք մանկապարտեզներ, սպորտ դահլիճներ առանց կառավարության աջակցության։ Կառավարության աջակցությունը ունեցող քաղաքական թիմի աջակցություն ունեցող ներկայացուցիչը Լյուդվիգ Գյուլնազարյանն է։ Դպրոց կառուցողը մեր կառավարությունն է, դպրոց կառուցողը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խոստացավ եւ կառուցվեց Պտխունքի դպրոցը, ով խոստացավ եւ կառուցվեց Փառաքարի դպրոցը։ Դպրոց
կառուցող եւ խոստում տվող իրականացնողը մեր քաղաքական թիմն է։ Ընդամենը 2021 թվականին այս հրապարակում դեռ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էր այստեղ հանդիպում էր քաղաքացիների հետ, երբ որ մոտեցան ասեցին մեծ սպորտ դպրոցապետ, խոստացավ, շինարարությունը սկսեց եւ պարոն Խուդացյանը շուտով մարզադպրոցը, որը իմ թիկունքում է գտնվելու, կբացի եւ մեր 9 համայնքի բնակիչները կունենան ժամանակակից մարզադպրոց։ Ինչու պետք է ընտրել Լյուդվիգ Գյուլնազարյանին մի պարզ պատճառով, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը նաև հուսալի գործընկեր է մասնավոր ոլորտի համար, մասնավոր անձանց համար։ Երբ որ 2021 թվականին մենք քարոզ արշավ ենք իրականացնում, ասում ենք հարգելի հայրենակիցներ, ընտրեք մեր քաղաքական թիմին եւ դա բավարար է, որպեսզի վստահություն ներշնչի մի շարք մասնավոր ոլորտի անձանց եւ կազմակերպությունների համար, ովքեր ներդրումներ կանեն ձեր համայնքում։ Եվ երբ որ մենք անցանք կոալիցիոն կառավարության, ես զանգ ստացա իմ պոլսահայ ընկերներից մեկից, ասեց, որ ավելի քան $1 միլիոն ներդրում եմ ուզում անել Փարաքար համայնքի կրթական ինչ որ նախագծում։ Ձեզանից աջ գտնվող Փարաքարի տեխնոլոգիաների դպրոցն է, որը ոչ միայն Փարաքարում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում ունիկալ դպրոց է լինելու։ Եվ սա այն բանի պատճառով, որ մենք ասել ենք, որ վստահություն ենք ներշնչելու մի շարք անձանց մոտ։ Անցավ ընդամենը մի քանի ժամ, ես զանգ ստացա ամերիկյան մի շարք կազմակերպությունների, բազմա միլիարդ դոլարանոց կազմակերպությունների, ովքեր հայտարարեցին, որ իրենց լաբորատորիաներն են բացելու այս դպրոցում։ Օրինակ, ձեր բոլորի մոտ կան iPhone-ներ, Apple ընկերությունը այս դպրոցում ունենալու է լաբորատորիա։ Միացյալ Նահանգներում անցկացվող գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի փառատոնը մյուս տարի քիչ առաջ մեր դպրոցի տնօրենը ստորագրեց հուշագիր, անցկացվելու է, գիտեք որտեղ? Փարաքարում, տեխնոլոգիական դպրոցում։ Եվ երբ որ դպրոցի կառավարումը մենք վստահելու ենք Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին, ասեց, որ մի նախապայմանով պետք է հանդիպեմ համայնքապետի եւ համայնքապետարանի հետ եւ ով է լինելու են կոնտակտային անձում հետ պետք է աշխատեմ, ասեցի Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Հանդիպումից հետո միանգամից ասեց, որ ես պատրաստ եմ ստանձնելու կառավարումը եւ մենք ըստ էության այսօր ունենալու ենք զարգացած տեխնոլոգիական քոլեջ, որը ունիկալ է լինելու մեր մարզի եւ հանրապետության համար։ Բերեմ երկրորդ օրինակը։ Երբ որ Նորակերտում մենք քարոզ արշավ ենք անում, ես նորակերտցիներին ասում եի, տվեք ձեր ձայնը մեր ուժին, Լյուդվիգ Գյուլնազարյանին, եւ այստեղ ունենալու ենք ներդրումներ։ Ես հաջորդ զանգը ստացա այս անգամ լիբանանահայ իմ ընկերներից մեկից եւ ասեց, որ ուզում եմ ներդրում անեմ կրթական ինչ-որ նախագծի մեջ։ Իսկ այդ ժամանակ համայնքը նախաձեռնեց նախկին գողացված պոլիկլինիկայի շենքի վերադարձը, դատախազությունը, կառավարությունը վերադարձեց համայնքին եւ այնտեղ հիմա գործում է Հայաստանի Հանրապետության առաջին դպրոցներից դուրս եւ ամենամեծ արմատ ինժեներական լաբորատորիան։ Ես այս առիթը օգտագործելով ուզում եմ ասել, որ մենք դեռ լիքը զանգեր ենք ստանալու ամսի 31-ից սկսած նոր ծրագրեր իրականացնելու համար մասնավոր պետություն համայնք համագործակցության համար։ Եվ վերջինը, ես փոխվարչապետի հանձնարարականով շնորհակալագիր եմ տվել համայնքապետարանի ամբողջ անձնակազմին եւ Լյուդվիգ Գյուլնազարյանին, երբ որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու համար ստանձնեցին հումանիտար կայանի Փարաքարում հյուրընկալելու հանձնառությունը եւ օրերի ընթացքում 10,000 մեր քույրերը եւ եղբայրները Լեռնային Ղարաբաղից իմ թիկունքում գտնվող մշակույթի տնից ստացան աջակցություն եւ տեղափոխվեցին հանրապետության մյուս մարզեր։ Ես ուզում եմ, որ եւս մեկ անգամ մենք բոլորս ծափահարություններով շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ովքեր որ աջակցեցին։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ դժվարին ճգնաժամային իրավիճակներում պետք է մենք ունենանք այնպիսի համայնքներ եւ համայնքապետեր, ովքեր որ կկարողանան իրական քայլերով աջակցել։ Եվ ուրեմն բոլորիս հորդորում եմ, բոլորիդ խնդրում եմ, նրանք ովքեր հիմա մեզ on-line հետևում են, բազմաթիվ հարյուրավոր հայրենակիցներ, բնակավ տարբեր մեր 9 բնակավայրերից հետևում են մեզ, խնդրում եմ, որ մարտի 30-ին գնալ ընտրությունների, ձեր վստահության քվեն տալ մեզ եւ երբ որ մենք մտածում ենք թե ինչ դնենք մեր կարգախոսը, ինչ
որոշենք մեր կարգախոսը եւ այս ամեն ինչը միանգամից մեր մտքով եկավ եւ անցավ եւ մենք որոշեցինք, որ դա պետք է լինի զարգացումը։ Հետեւաբար ընտրեք զարգացումը։ Լյուդվիգ Գյուլնազարյան համար։ Շնորհակալ եմ։